Դիտորդները հաստափոր տրցակներով են եկել ամփոփելու նախընտրական քարոզչությունը, խախտումները եւ իրենք են արձանագրել եւ քաղաքացիներից ահազանգեր ստացել։ Որոշ դրվագներ արդեն իրավապահների ուշադրության կենտրոնում կլինեն։ Դիտորդական առաքելությունը հանցագործության մասին հաղորդումներ է ներկայացրել։ Ամենաշատ արձանագրված դեպքերը այդ կրթական հաստատությունների եւ մասնավորապես նաեւ երեխաների անչափահասների ներգրավումներ քարոզչական միջոցառումներում։ Այսպես դիտորդական առաքելության ներկայացուցիչը մեկ թվարկում է բոլոր այն դեպքերը, երբ վարչական ռեսուրսի չարաշահմամբ մանկապարտեզների ու դպրոցների աշխատակազմերին համակարգված ուղեկցել են իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության քարոզչության հրապարակներ։ Որոշ համայնքներում նույնիսկ աշակերտներին են դասերից ազատել, դրոշներ ու պաստառներ նրանց ձեռքը տվել ու հավաքի մասնակից դարձրել։ Ծաղկաշենի դպրոցի աշակերտներին անգամ տրվել են հրահանգներ, թե ինչ հագուստ պետք է կրեն քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ ասոցացվող սիմվոլիկայով շապիկներ են հագցվել երեխաներին։ Օրենսդրական արգելքը միայն իշխող ուժը չէ, որ խախտել է։ Ընտրապայքարին մասնակցող մյուս քաղաքական թիմերը եւս սիրում են երեխաներին, կեսկատակ կեսլուրջ ասուլիսում են ընդգծում։ Մասնավորապես Ուժեղ Հայաստան կուսակցության կողմից Հայաստան դաշինքի Բարգավաճ Հայաստան կուսակցության եւ Միասնության թվեր կուսակցության հանրահավաքներին եւս նկատել ենք երեխաների անչափահասների կազմակերպված մասնակցության դեպք։ Իր հերթին արդարքվե դիտորդական առաքելության խոշորացույցը մինչև այս պահը ընդհանուր 382 ընտրախախտում է արձանագրել, ապօրինի քարոզչությունից մինչև ենթադրյալ ընտրակաշառք տալու ստանալու դեպքեր, վերջինը հակակոռուպցիոն կոմիտեի տվյալներով։ Նախընտրական փուլում դիտորդական այս առաքելության հայտնաբերած ապօրինությունների շարքում եւս վարչական ռեսուրսի չարաշահման օրինակները բազմաթիվ են։ Դրանցից մի դեպքում ՔՊ-ի պաստառը Երևանի քաղաքապետարանի կանաչապատման հիմնարկի աշխատակիցների օգնությամբ է փակցվել։ Ապօրինի քարոզչությունը 139 դեպք է արձանագրվել, որոնց մեջ մտել են քարոզչական նյութերի տեղադրումը օրենքով չնախատեսված կամ արգելված վայրերում, քարոզչական նյութերի վնասում, պոկում, դրանց վրա գրառումների կատարելը։ Արդարքվեի ներկայացուցիչները հայտարարում են այն ընտրախախտումները, որոնք արձանագրել են այս ընթացքում, ոչ միայն սովորական ապօրինություններ են, այլև խախտումներ, որոնք նպաստում են նաև մեր հասարակության բևեռացմանը։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։